Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանն իր ելույթում հարց է հնչեցնում. ով է պաշտոնյան, որ իրավունք ունենա իրեն սնող մարդուն բռնության ենթարկել։ Այնուհետև պատասխանելով այս հարցին ասաց, որ այդ պաշտոնները ծառայության համար են, ոչ թե ծառայեցնելու։ Բագրատ Սրբազանը հիշեց ու հիշեցրեց բոլոր այն դեպքերը, որոնք կապված են պաշտոնյաների ծնողների հետ։ Մի մոռացեք համբալի պատմությունը կամ համբալների պատմությունը, որը այսօրվա քաղաքապետ կոչվածի հոր արտահայտությունն դրսևորում էր։ Այն ամենազազրելի արտահայտությունն է, որ մյուս պատգամավորի մայրն էր ասել կամ արտահայտել համացանցում։ Նույնիսկ մտքով անպատկերացնելի է դա։ Այս երևույթն ու դրվագը ինչպես է 70-ամյա իրենց ասելով կինը իրենից մի քանի անգամ փոքր իր թորների տեղ եղող երեխաներին, երիտասարդներին ամեն այլանդակ խոսքերով հայում եւ վիրավորում եւ դեռ մի բան էլ սպառնում իր ձեռնափայտով։ Անհավատալի եւ աննկարագրելի համարելով թվարկած դեպքերը Սրբազան պայքարի առաջնորդը նշեց, որ նրանք այսպես հերթով բացահայտում են իրենց ներսում եղած իրական պատկերը։ Եթե սրանք հրապարակային կերպով չեն կարողանում իրենց զսպել, դուք պատկերացրեք, թե իրենց նեղ շրջանակում ինչ հայհոյանքներով ու խոսքերով են արտահայտվում մարդկանց մասին։ Այդ թքող մոր անպարկեշտ զավակը մեզ ցույց տվեցին, որ խոսել է մեր երիտասարդների մասին, որպես անվանելով նրանց կապիկներ։ Ես վստահ եմ, որ այդ խոսելուց առաջ ինքը մի մեծ հայլի է տեսել։ Նայել է այդ հայլու մեջ, արտացոլանքը տեսել է եւ ինքնադրսևորում է ունեցել։